Սիրելի ներկաներ, այժմ սկիզբ կառնե մայիսյան փառատոնի սկաուտական դողանցքը առաջնորդությամբ Հոմենըթմենի Լիբանանի շեփորախումբին։ Միասնությամբ կզորանանք, ծառայությամբ կհաղթենք, երբ միասնապար գործենք և նվիրումով ծառայենք, ոչ մեկ դժվարություն կրնա կանգնեցնել մեզ։ Հոմենըթմեն Լիբանանը գդողանց է խրող ու հմարդ, ասկին ու հայրենիքին դեսլագաններուն հավատարիմ ոգիով և աննգուն գամքով։
մարմնով առողջ, հոգիով ամուր, ազգով անսասան։ Սա հոմենըտմենի տասյարագության էությունն է, գերդել առողջ, քիդագից և նվիրված հայ երիտասարդներ։ Արյունից զորած երիզ մի գարմիր, երկնքից բոկված գդոր մի գաբույթ, հասուն հասկերի շողն առնչակույն և 6 տարերի խապարի վրա թրոշ երագույն։ Հոյտալի բանանի երիտասարդական միությունը կմարմնավոր է հայ երիտասարդության ուժը, կամքը և քաղաքական նվիրումը։ Անոր ուղին կհիմնվի հավատքի, պայքարի և հաղթանակի վրա, միշտ նպատակ ունենալով ազատ, անկախ և միացյալ Հայաստանի տեսլականը։ Այս երիտասարդությունը կհավատա, որ ինքն է ազգի ուժը, հույսը և աբական։
Այս տարի Գցուկատիվի Հոմենետմենի Լիբանանի շեփորախումբին հիմնադրության 80-ամյակին եւ Հոմենետմեն Լևամի հիմնադրության 60-ամյակին 1946-ին Բուրչամուդի Հոմենետմենի մասնաճյուղը ստեղծեց նվագախումբը երիտասարդներու մեջ զարգացնելու ղեկավարություն, միութենական ոգի եւ ծառայասիրություն։ Նվագախումբը արագ դարձավ աշխուժ եւ սիրված գազմ, որ կմասնակցեր զանազան ցերնակներու Լիբանանի դարբեր շրջաններու մեջ եւ կնպաստեր հավաքական աշխատանքի ամրապնդման։ Հետևաբար 1982-ին անպաշտոնապես ներառվեցավ Հոմենետմենի շրջանային վարչության հովանին տակ։ Այս նվագախումբը դարձավ Հոմենետմենի գենտանի խորհրդանիշները մեկը, իր հնչյուններով փոխանցելով միության ոգին եւ ազգային զարթոնքի հիշողությունը։ Հոմենետմենի Լիբանանի շրջանային վարչությունը 1966-ին ստեղծեց Լևամ հանձնախումբը Լիբանանահայ երկրորդական վարժարաններու մարզախաղերուն գազմագերման նպատակով միդաց խթանելու վարժարաններուն մեջ մարզական կյանքը 1968-ին Հոմենետմենի 18-րդ պատգամավորական ժողովը զայն պաշտոնապես հանձնեց շրջանային վարչության հսկողության։ Լևամի դարբերանշանը կներկայացնե Հոմենետմենի վահանը շրջապատված ոսկեզոծ շրջանագով, մեջտեղը Լևամ կրությամբ, Լիբանանի մայրիով, երկրի խորհրդանիշ եւ ողոմբյական օղակներով, մարզական ոգիի ու երակույնի կաղապարին արդացոլացումով։ Լևամի նպատակն էր զարգացնել հայ աշակերտին մեջ մարզական սերը, համախմբել դարբեր վարժարաններ ու բադանիները առողջ մրցակցության եւ եղբայրական մթնոլորտի մեջ եւ նպաստել ղարքաբահ ու պատասխանատու քաղաքացիներու գազմավորման։ Այս յուրահատուկ արիտներուն եւ այս տարեշրջանը մեր սիրտերու մեջ հավաքական հիշողության մեջ տրոշմելու նպատակով պատրաստված են հատուկ տրոշակներ եւ Հոմենետմենի ավանդության համաձայն նոր տրոշակը պետք է օրտնվի։ Այս խորհրդավոր արարողությունը իրականացնելու նպատակով կհրավիրենք մեր 3 հոգեվոր դերերը, որպեսզի կատարեն զույգ տրոշակներու օրտնությունը։ Եվ եւս խաղաղությանս դեր աղաչեսուկ ընկալ գեցո եւ որմյա։ Օրտնյադեր։ Օրտնյա Քրիստոս ասված հոգևոր օրտնությամբ ըստրոշս զայսոսիկ զիվորք պարսեն եւ դարձինը սոցա միշխեսը մերցենալինոցա չարաղան տիված կամ գախարտած այլ ամրացյալ զորությամբ սուրփոքվույտ Եղիցին քեզ ժողովուրդ եւ պարապանիչ անվանդ կում սրբո եւ անդադար օրտնեսեն զամենասուրբ երրորդությունդ ըս հայր եւ զորթի եւ սուրբոքիտ այժմ եւ միշտ եւ հավիդյանս հավիդենից ամեն Հոմենետմեն ֆանֆարի 80 եւ Լևամի 60 ամյակներուն արիթով գխոնարինք այս տրոշակներուն արչև, որ 80 եւ 60 տարիների վեր եղած են ծառայության, բայկարի եւ ազգային գիտակցության խորհրդանիշ։ Թող այս օրտնված տրոշակները շարունակեն համախմբել սերունդներ, ներշնչել հավատք, միասնություն եւ նվիրում հանուն ազգին եւ հայրենիքին։ Գեցե հայ երիտասարդության հաղթական ոգին։
մեր աչքերը գահարենք մեզ հյուրընկալած Լիբանան հայրենիքի խորհրդանիշ մայրին, որուն մարմնավորած դողունությամբ եւ ուժգունությամբ գկոդեբենթվին նաեւ մենք։ Հոմենըտ մենի դրոշին վրա դեղ կլած վահանը գնցկրգե հայ մարմնագրթական ընդհանուր միության 4 սկզբնադարերը հոմենըտ մեն վահանին քույները ասկային մեր դրոշին երակույնին քույներն են կարմիր, գաբույտ, նարնջակույն կարմիր եւ գաբույտ բաժինները ունին ուղահայաց սևքի ձեր Շուշանաձաղիկը միջազգային սկաուտության նշանն է։ Շուշանաձաղիկին վերի 3 թևերը կներկայացնեն սկաուտական երթումին 3 գլխավոր մասերը։ Անոնց վրայի 2 աստղերը սկաուտին փայլուն աչքերը, որոնք միշտ արթուն են։ Շուշանաձաղիկին վարի 2 գոմնակի թևերը կներկայացնեն սկաուտին շփդում թեմքը, իսկ կետրոնը սկաուտին լեզուն, որ միշտ ճշմարիտը կխոսի։ Լիբանանի դրոշակը գխորհրդանշ է այն երկիրը, որ մեզ ընդունեց սիրով եւ դարձավ մեր երկրորդ հայրենիքը։ Ան մեր երախտագիտության, խաղաղության եւ համագեցության խորհրդանիշն է։ Այս սրբազան երակույնը մեր պատմության, պայքարի եւ հաղթանակներու խորհրդանիշն է։ Ան կմիավոր է բոլոր հայերը մեկ գաղափարի շուրջ, բահել մեր ինքնությունը եւ գերդել հզոր հայրենիք։ Արցախի դրոշակը հայ ժողովրդի արդար պայքարի, դողունության եւ ինքնության անխորտակելի խորհրդանիշն է։ Ան կհիշեցնե մեր պատմությունը, մեր գորուստներն ու հույսերը եւ կբահե ազատության ու հայրենասիրության անշեջ ոգին բոլոր հայերու սրտերում մեջ։ Հոմենետ մենի դրոշակը կմարմնավոր է ծառայություն, կարգապահություն եւ հայրենասիրություն։ Ան կտաստիարակ է հայ երիտասարդը առողջ մարմնով, ամուր հոգիով եւ ազգային գիտակցությամբ։ Այժմ կդողանցեն Հոմենըտ մենի Լիբանանի շրջանային խմբապետությունը։ Հոմենըտ մեն բարձրացավ եւ իրականություն դարձուց բանաստեղծին երազը։ Եթե գրնաս, բարձրացիր, եւ քեզի հետ ուրիշները եթե գրնաս բարձրացուր։ Հոմենըտ մենը բարձրացավ եւ 108 տարի շարունակ հաղթական խոյանքով նվիրակորցեց իր վսեմ գոչումը, կերտեց բարոյական մարդը եւ հայրենասեր հայը։ Սիրելի ներկաներ, այժմ կդողանց է Հոմենետ մենի Բեյրութի մասնաճյուղը հիմնադրված 1924-ին
հոգիով ամուն, ասկով անսասամ, սա հոմենըտմենի տասյարագության էյությունն է, երդել առողջ, կիդագից և նվիրված հայ երիտասարդներ։ Այժմ գդողանց է հոմենըտմեն Բեյրութի Զարեհյան երեցական բաղանքը։ Այժմ գդողանց է հոմենըտմեն Բեյրութի մասնաճյուղի մեղրի բարմանուհիներու բաղանքը։ Այժմ գդողանց է հոմենըտմեն Բեյրութի արիական հումքը։ Այժմ գդողանց են հոմենըտմեն Բեյրութի մասնաճյուղի Արենուշ խումբը։ Այժմ գդողանց է հոմենըտմեն Բեյրութի Թայլիկ Ոհմագը։ Այժմ գդողանց են հոմենըտմեն Բեյրութի մասնաճյուղի Արծվիկ Երամը։ Այժմ գդողանց է հոմենըտմեն Բեյրութի Մոգլիներու Ոհմագը։ Այժմ գդողանց է հոմենըտմեն Զահլեի մասնաճյուղը
1927-ին։ Ձեր քայլերու մեջ կա մեր ժողովրդի վահվան վստահությունը։ Ամեն քայլ, որ գարնեք այս դրոշի ներքո, մեզ կմոտեցնե ավելի լուսավոր ապագայի։ Սիրելի ներկաներ, այժմ գդողանց է հոմենետմենի բուրջ ամուդի մասնաճյուղը։ Նոր սերունդ, հզոր գամ, անսասան հավատք, ձեր երիտասարդ ոգին, գամքի ուժը և ազգային հավատքը այն հիմքերն են, որոնց վրա կգառուցվի մեր ժողովրդի ապագան։ Այժմ գդողանց է հոմենետմեն բուրջ ամուդի Վիքեն Զաքարյան երեցական թաղանքը։ Այժմ գդողանց է հոմենետմեն բուրջ ամուդի մասնաճյուղի Շուշի բարմանուհիներու պաղանքը։ Այժմ գդողանց է հոմենետմեն բուրջ ամուդի արիական խումբը։ Այժմ գդողանց է հոմենետմեն բուրջ ամուդի մասնաճյուղի Արենուշ խումբը։ Այժմ գդողանց է հոմենետմեն բուրջ ամուդի թայլիկ այդ ոհմագը։ Այժմ գդողանց է հոմենետմեն բուրջ ամուդի մասնաճյուղի Արձվիկ այբ երամը։ Այժմ գդողանց է հոմենետմեն բուրջ ամուդի թայլիկ փեն ոհմագը։ Այժմ գդողանց է Արձվիկ բեն երամը։
այժմ գդողանցե հոմենետմեն բուրչամուդի մոգլի ոհմագը Սիրելի ներկաներ, այժմ գդողանցե հոմենետմենի այն ջարի մասնաճյուղը հիմնադրված 1940-ին Միասնությամբ կզորանանք, հպարտությամբ ծառայությամբ կհաղթենք, երբ միասնապար գործենք և նվիրումով ծառայենք, ոչ մեկ դժվարություն կրնագանքնեցնել մեզ։ Այժմ գդողանցե մուսալեր երեցական փաղանքը Այժմ կդողանցե հոմենետմենի անջարի մասնաճյուղի լորի վարմանուհիներու պաղանքը։ Այժմ գդողանցե հոմենետմեն այն ջարի արիական խումբը Այժմ կդողանցե հոմենետմեն անջարի արենուշ խումբը։ Այժմ գդողանցե հոմենետմեն այն ջարի քայլիկ ոհմագը Իսկ այժմ կդողանցե հոմենետմեն անջարի մասնաճյուղի քայլիկ ոհմագը։ Արծվիկ ոհմագը։ Այժմ գդողանցե հոմենետմեն այն ջարի մոգլիներու ոհմագը Սիրելի ներկաներ, այժմ գդողանցե հոմենետմեն Անտիլիասի մասնաճյուղը հիմնադրված 1970-ին Կեցե հոմենետմենի նոր սերունդը։ Ձեր մեջ կտեսնենք հայացքի հպարտությունը, դոգունությունը և վաղվան վստահությունը։ Այժմ գդողանցե հապկեն սյունի երեցական փաղանքը Այժմ կդողանցե հոմենետմեն
մասնաճյուղի Ռուբինա բարմանուհիներու պահանքը։ Այժմ գդողանց է Հոմենետմեն Անտիլիասի Արիագան խումբը։ Այժմ գդողանց է Հոմենետմենի Անտիլիասի մասնաճյուղի Արենուշ Այբ խումբը։ Այժմ գդողանց է Արենուշ Փեն խումբը։ Այժմ գդողանց է Հոմենետմեն Անտիլիասի Կայլիկ Այբ Ոհմագը։ Այժմ գդողանց է Հոմենետմեն Անտիլիասի Արծվիկ Այբ Երամը։ Գդողանց են Հոմենետմենի Անտիլիասի մասնաճյուղի Կայլիկ Փեն Ոհմագը։ Այժմ գդողանց է Հոմենետմեն Անտիլիասի Արծվիկ Փեն Երամը։ Իսկ այժմ գդողանց են Հոմենետմեն Անտիլիասի մասնաճյուղի Մոգլի Ոհմագը։ Սիրելի ներկաներ, այժմ գդողանց է Հոմենետմենի Ժդեյդեի մասնաճյուղը հիմնադրված 1974-ին։ Իսկ ինչ խոսք հազարավոր այն փոքրիկներուն, գրծեր մարզիկներ, տեսկաուտներ, որոնք Հոմենետմենի մասնաճյուղերու մեջ հասակ կնետեն խանդավառ ու հավատավոր մթնոլորտի մեջ, պաշտպանված հայեցի դասյարակության բահանով, զուլված հայ ժողովրդի եկեղեցվո հայրենիքի եւ իդեալներու անկորնչելի սրբություններով։ Այժմ գդողանց է Դավիթ Բեկ երեցական փաղանքը։ Այժմ գդողանց է Հոմենետմեն Ժդեյդի մասնաճյուղի Սոսե Մայրիկ բարմանուհիներու պաղանքը։
Այժմ գդողանց է հոմենետմեն ժդեյդեի արիական խումբը։ Այժմ գդողանց է հոմենետմեն ժդեյդի մասնաճյուղի Արենուշ խումբը։ Այժմ գդողանց է հոմենետմեն ժդեյդեի կայլիկներու ողմագը։ Այժմ գդողանց է հոմենետմեն ժդեյդի մասնաճյուղի Արձվիկ երամը։ Այժմ գդողանց է հոմենետմեն ժդեյդի մոգլի ողմագը։ Յուր հարկան Արցախյան գոյամարդի հոմենետմենական նահատակներուն Վիքեն Զաքարյան, Վարդան Փախշյան, Գևորգ Հաջյան, Արդակ Իշխանյան, Արմեն Արուստամյան, Արդակ Մարտիրոսյան, Էրիկ Քալստյան, Փերիքոր Ղազարյան, Հակոբ Աստարջյան, Հարութ Փանոյան, Հայկ Դերնիկյան, Մոսիկ Սեկլիկյան, Հարկ ու բադիվ մեր նահատակներուն Սիրելի ներկաներ, այժմ գդողանց է հոմենետմենի վետերանները։ Ահա հոմենետմենի վետերանները, անոնք մեր ժողովուրդի կենդանի պատմությունն են, որ իրենց փորձառությամբ, նվիրումով և ծառայությամբ կերտած են արժեքներ և ճանապարհ բացած նոր սերունդներու համար։ Անոնք օրինակ են գոգունության, բարդաճանաչության և հայրենասիրության։ Վետերաններուն ներկայությունը կհիշեցնե մեզի, որ անցյալի պայքարը կդառնա այսօրվան ուժը, իսկ իրենց ավանդը ապագայի ուղեցույց։ Հարկանք իրենց վաստակին։ Այժմ կդողանցեն հոմենետմենի շեփորախումբի վետերան
հայրները։ Սիրելի ներկաներ, այժմ գդողանցեն Հոյթալի պանանի բադանեգան միության ընկերուիները։ Հոյթալի պանանի բադանեգան միություններու մասնակցությունը հոմենետմենի մայիսյան պարադոնին գեղեցիկ վկայությունն է մեր բադանիներուն միասնության, ազգային գիտակցության և կազմակերպված ոգին։ Այս ներկայությունը կբացտե, որ մեր բադանիները պատրաստ է միասին ապրեցնելու պայքարի, ծառայության և հաղթանակի արժեքները հավատարիմ մնալով իրենց ազգային առաքելության։ Այժմ կդողանցե հոմենետմենի ֆուտբոլի ներկայացական խումբը։ Այսօր մեծ հպարտությամբ ցեզի կներկայացնենք հոմենետմեն ֆուտբոլի ներկայացական խումբը, ակադեմիան, տարիքային խումբերը եւ առաջին խումբը, որոնք իրենց աշխատանքով, գարքապահությամբ եւ հոմենետմենական ոգիով կգառուցեն մեր միության հզոր վաղվան օրը։ Աբական մեր ակադեմիան և երիտասարդական խումբերն են, որոնք իրենց աշխատանքով, գարքապահությամբ և հոմենետմենական ոգիով կկերտեն մեր միության հզոր վաղվան օրը։ Այժմ գդողանցե հոմենետմենի ֆուտբոլի ակադեմին։ Հոմենետմեն 2007-2008 խումբը, որ կմասնակցի Լիբանանի 18-ին վար լիգին, մեր ներկայացական խումբին աբական ամրապնդելու նպատակով։ Այս 18-ին վար խումբը պիտի կազմի աբակայի հիմքը և շուտով պիտի մասնակցի 4-րդ դասակարգի մրցումներուն։ Հոմենետմեն Լիբանանի ֆուտբոլի ակադեմիան իր 160-ը ավելի մարզիկներով փորձերը կկատարե վերանորոգված ու արդիական դաշտին վրա, հավատալով, թե ապակա սերունդը պիտի շարունակե բարձր պահել հոմենետմենի անունը։ Ֆուտբոլի ակադեմիան նաև ունի աղջիկներու խումբ։ Այժմ գդողանցե հոմենետմենի պինգ-պոնգի խումբերը։ Կմասնակցի առաջին և երկրորդ դասակարգի ախոյանություններուն 5 մասնաճյուղերով։ Բեյրութ, Մուրչամուտ, Ջունի, Անջար և Անտիլիաս 2025 տարեշրջանի ախոյանության արդյունքները։ Խմբային աղջիկներ 3-րդ թիր, զույգ աղջիկներ 3-րդ թիր, անհատական աղջիկներ 3-րդ թիր, 21 վար աղջիկներ 3-րդ թիր։ Այժմ գդողանցե հոմենետմենի հեծելարշավի խումբը։ Մասնակցեցան 2025-ի Լիբանանի ախոյանություններուն։ Խումբը
թաղկանա հոմենըտմենի հետևյալ մասնաճյուղերեն Բեյրութ, Բուրչամուտ, Անջար և Անտիլիաս Մրցանակներ Լիբանանի լեռնային հեծելարշավի ախոյանություն էլիտ տղակ երկրորդ թիր իսկ ջունիոր տղակ երրորդ թիր Լիբանանի անհատական ախոյանություն աղջիկներ երկրորդ և երրորդ թիրքեր էլիտ տղակ երրորդ թիր Masters տղակ երկրորդ և երրորդ թիրքեր Լիբանանի ջամփու հեծելարշավային ախոյանություն Masters տղակ երրորդ և երրորդ թիրքեր Նշենք, որ 2025-ի հեծելարշավի աղջկանց և ջունիորի ախոյանության առաջին թիրքերը հանդիսացած է հոմենըտմենը Այժմ գդողանց է հոմենըտմենի ատլետը Հոկտեմբեր 2025-ին Բեյրութի մեջ տեղի ունեցած Արևմտյան Ասիո 20-ն վեր ախոյանությունը Հոմենըտմենը ձեռք բերավ փայլուն արդյունքներ բարձր պահելով Լիբանանի անունը 5000 մետր վազքի երրորդ թիրք իսկ նիզակ արձակելու առաջին թիրք և 7 նամարդի երրորդ թիրք Հիշենք, որ դեկտեմբեր 2025-ին Քույր Զուլալ Բեժջյան արձանագրած է ազգային նոր մրցանիշ նիզակ արձակելու 18-ն վարդասագարքի Այս պայլուն արդյունքները կհաստատեն մեր գամավոր մարզիչներուն հարադեպ աշխատանքի նվիրումին և հետևողության Այժմ գդողանց է հոմենըտմենի ջադրագի ներգայացուցչական խումբը Սիրելի ներկաներ, այժմ գդողանց է հոմենըտմեն Բեյրութի մասնաճյուղի բասկետի աղջկանց երրորդ դասակարգի խումբը Անոնք իրենց մասնակցությունը բերին Լիբանանի ֆեդերացիոնի կազմակերպած ախոյանության և հասան Final 8 հանգրվան Այժմ գդողանց է հոմենըտմենի Բեյրութի մասնաճյուղի ջադրագի խումբը Սիրելի ներկաներ, այժմ գդողանց է հոմենըտմենի Բուրչամուտի մասնաճյուղի ֆուտբոլի դղոց խումբը Անդարձած է Լեռնալիբանանի 4-րդ դասակարգի ֆուտբոլի 2024-25 դարաշրջանի ախոյան, ինչպես նաև անդարձավ Լիբանանի 4-րդ դասակարգի ֆուտբոլի 2024-25 դարաշրջանի ախոյանության ախոյանը 102 խումբերու վրա և այսպիսով 28 տարի ետ խումբը բարձրացավ 3-րդ դասակարգ Դերգայիս խումբը կմրցի 3-րդ դասակարգի ֆուտբոլի ախոյանության 2025-26 դարաշրջանի մրցաշարքին Այժմ գդողանց է հոմենըտմենի Բուրչամուտի մասնաճյուղի բասկետբոլի դղոց խումբը Այժմ գդողանց է հոմենըտմենի Բուրչամուտի ջադրագի խումբը Այժմ գդողանց է հոմենըտմեն այն ջարի մասնաճյուղի ջադրագի խումբը Իսկ այժմ գդողանց է հոմենըտմենի Անտիլիասի մասնաճյուղի առաջին դասակարգի բասկետբոլի աղջկանց խումբը Մասնաճյուղի առաջին դասակարգի մարզիկները
մասնակցեցան Լիբանանի բասկետբոլի ֆեդերացիոնի գազմագերված ախոյանության մրցումներուն։ 2024-25 դարաշրջանի ախոյանության խումբը դիրացավ երկրորդ թիրքին։ Այժմ գդողանց է Հոմենետնենի Անտիլիասի մասնաճյուղի բասկետբոլի չորրորդ տասագարկի դղոց խումբը։ Այժմ գդողանց է Հոմենետնենի Անտիլիասի մասնաճյուղի ֆուտբոլի դղոց մասնաճյուղի դպրոցը։ Ունի 5-16 տարիքի դղոց տարիքային 9 խումբեր, որոնք շաբաթական փորձերով կզարգացնեն իրենց մարզական կարողությունները եւ մարզական ոգին։ Այժմ գդողանց է Հոմենետնեն Ժդեյդեի բասկետբոլի դղոց խումբը։ Այժմ գդողանց է Հոմենետնեն Ժդեյդեի պինգ-պոնգի դղոց եւ աղջկանց խումբերը։ Ինչպես նաեւ Ջադրագի խումբը։ Այժմ գդողանց է Հոմենետնենի Բաուշլիեի մասնաճյուղի բասկետբոլի 12-ին վար աղջկանց եւ դղոց խումբերը։ Ահա Հոմենետնենը եւ իր խոսքը, բարձրացիր, բարձրացուր։ Ահա Հոմենետնենը եւ իր խոսքը, միշտ պատրաստ։ Ահա Հոմենետնենը եւ իր երգը, հարաճ նահատակ, ցեղի ամահներ։ Սիրելի ներկաներ, այժմ գդողանց է Լիբանանի շրջանային վարչության Լևամի հանձնախումբը։ Լևամը գծկտի հայ աշակերտի մեջ արտնցնել սերը հանդեպ մարմնագրթության։ Իմի հավաքել դարբեր վարժարաններ հաջախող հայ բադանիները, զարգացնել անոնց մեջ մրցակցության եւ պայքարի ազնիվ ոգին, ազգային եւ եղբայրական մթնոլորտի մեջ։ Բադանի են պատրաստել գարկաբահ քաղաքացի։ Այսպես, ամբողջ դարաշրջանի ընթացքին Լևամը կազմակերպեց դարբեր մարզաձևեր ու մրցումներ եւ համախմբեց լիբանանահայ վարժարանները թիվով 12 ավելի քան 894 աշակերտներու մասնակցությամբ։ Այժմ գդողանց է Լևամի մասնագից հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարանի աշակերտուհիները։ Այժմ գդողանց է Սրբո Ցարիփսիմյանց վարժարանի Լևամի մասնակցած աշակերտները։ Իսկ այժմ գդողանց է համազգայինի Մելանքոն եւ Հայկ Արսլանյան ջեմարանի աշակերտուհիները։ Իսկ այժմ գդողանց են հայ ավետարանական Շամիան Թաթիկյան վարժարանի աշակերտուհիները։ Իսկ այժմ գդողանց է հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանը։
այժմ կդողանցեն ազգային Եղիշե Մանուկյան քոլեջի աշակերտուհիները։ Իսկ այժմ գդողանց է հայ կաթողիկե Սուրբ Խաչ Հարբոյան բարձրագույն վարժարանի աշակերտուհիները։ Այժմ կդողանցեն ազգային միացյալ վարժարանի աշակերտուհիները։ Այժմ կդողանցեն Մխիթարյան վարժարանի Լևամի մասնակցած աշակերտուհիները։ Սիրելի ներկաներ, այժմ մեծ ուրախությամբ գդողանց է Զվարթնոց հատուկ դաստիարակության կենտրոնի աշակերտուհիները։ Հպարտությամբ կնշենք, որ այս տարի ևս Զվարթնոց հատուկ դաստիարակության կենտրոնի 11 աշակերտներ իրենց մասնակցությունը բերին տեղի ունեցած Լևամի միջդպրոցական մրցաշարքի դաշտային խաղերում, մասնավորապես կարճ վազքի մրցումներում։ Այս մեկը միայն սկիզբ է ավելի ներառական աշխատանքներու և մարզաձևերում։ Ընդհանուրին